Եվ Շատ բարի։ ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Սա 2026 թվականն է արդեն, առաջին թարմուղեղով զրույցը եւ առաջին իմ զրուցակիցը Ալեքսանդր Քանանյանն է։ Մենք նրա հետ միացել ենք տեսակապով Սյունիք։ Ողջույն, պարոն Քանանյան։ Ողջույն։ Շնորհավորում եմ տոները, ամանորը, Սուրբ Ծնունդը ու ես ուզում եմ, որ առիթ օգտագործելով մենք հենց Սուրբ Ծնունդի խորհրդից սկսենք, քանի որ այսօր բավականին նաև ակտիվ ու թեժ անցավ Հայաստանի Հանրապետությունում բևեռացվածության ակնհայտ այսպես դրսևորումները նկատվեցին, եթե լուրերը բացենք, տեսանելի է, թե ինչպես է իշխանությունը այլ կերպ այն դիմավորում, ինչպես է չգիտեմ, հոգևոր այսպես առաջնորդները ինչպես են դիմավորում։ Նախ ուխտի մասին, եթե խոսում ենք, ուխտ ասվածը ինչ է ենթադրում ու քաղաքական դեմքերը, իշխանավորները, երբ նման որոշում են կայացնում ուխտերթ իրականացնելու, դա ինչ պատասխանատվություն է ենթադրում ու այդ օրով խորհուրդը որն է։ Ուխտը դա հանձնարարությունն է Աստուծո առաջ ստանձնում որոշ հոգևոր եւ հոգևորից բխող այլ պարտավորությունների, որոնք վերաբերում են նախ եւ առաջ անհատի հոգևոր կյանքին, առ Աստված եւ առ եկեղեցի նրան վիրվածության եւ բնականաբար Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնն էլ խորհրդանշում եւ բացահայտում է աստվածայինի եւ մարդկայինի փոխ հաղորդակցությունը, երբ Աստված, երբ լրացել է մարդկության փրկության համար անհրաժեշտ նախապատրաստական 5 տակարանյան շրջանը, մարմնավորվում եւ կատարյալ Աստված լինելով նաեւ դառնում է կատարյալ մարդ, որ เป զի իր անձի մեջ խառնի ավելի շուտ միացնի աստվածային ու մարդկայինը եւ մարդկանց արժեվ կրկին բացի մեղքերի թողության, ինքնամաքրման, երկնային թագավորություն մտնելու, դրախտին արժանանալու եւ աստվածային տեսությանն արժանանալու ճանապարհն ու խորհուրդը, բայց բնականաբար պետք է անմիջապես հավելեմ, որ այնինչ տեղի է ունեցել ուխտերթ անվամբ որևէ առնչություն չունի աստվածայինի հետ, եկեղեցականի հետ, արդար չէ որևէ տեսանկյունից, այլ մեծապես դատապարտելի, խոտելի, մերժելի եւ պարսավելի է։ Ինչու, հատկապես ինչն է, եթե մի կողմ դնենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 25 թվականից առաջ, այ 26-ի մեկնարկում եւ առհասարակ այդ ուխտերթում կար ինչ որ հակաքրիստոնեական քայլ, հակաեկեղեցական քայլ, կուզեմ դրանք մեկնաբանենք, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միայն անձերի շուրջ եւ նրանց վարքով պայմանավորված ենք մենք քննադատում։ Մենք ակամա վստահաբար կանդրադառնանք նաև տեղի ունեցողի եկեղեցի պետություն հարաբերությունների դաշտում նաև քաղաքական բաղադրիչին, որը միանգամայն եւ միանշանակ գերակա է, բայց քանի որ այդ ամենին մասնակցողները ամեն կերպ ջանում են խոստովանել ճակերտների մեջ իմ կողմից իրենց սերն ու վիրվածությունը Հիսուս Քրիստոսին, Հայաստանի այս եկեղեցուն եւ այլն, եկեք այնուամենայնիվ սկսենք հոգևոր տեսանկյունից քննել, արդյոք ինչպիսի գնահատական կարող ենք տալ տեղի ունեցողին։ Եվ այստեղ մի չափազանց պարզ, չափազանց բացահայտ, չափազանց անսասան մի ճշմարտություն կա։ Այն գործեկազմը, որը գոյություն ունի քաղաքական հարաբերություններում, քաղաքական գործընթացներում, մինչև իսկ հասարակական կյանքում կատարելապես եւ ըստ ամենայնի անկիրառելի է եկեղեցական հոգևոր դաշտում։ Մենք սկզբունքորեն ոչ միայն լիազորված չենք ի վերուստ, այլև խստագույնս հակարդյունավետ եւ վտանգավոր է եւ հոգևոր եւ այլ իմաստներով կիրառել քաղաքական գործընթացներին բնորոշ գործեկազմերը, գործիքակազմ բառը սխալ է, պիտի ճիշտն ասենք, գործեկազմերը եկեղեցում։ Հետևաբար, եթե որևէ մեկը առաջադրում է եկեղեցին մաքրագործելու օրակարգը, որը բնականաբար միշտ էլ կարող է արդիական լինել, որովհետև եկեղեցին աստված մարդկային կառույց է,
այո, յուրաքանչյուր հավատացյալի համար եկեղեցին հիմնադրված է երկրի վրա Հիսուս Քրիստոսի կողմից, նրա առաքյալներն են հաստատել եկեղեցին աշխարհի բոլոր 4 անկյուններում, եւ աստվածային շնորհի բաշխման, մարդկանց առաստված առաջնորդելու, դեպի աստվածային ճշմարտություն բերելու տեսանկյունից եկեղեցին միշտ եւ բացարձակորեն սուրբ է, որովհետեւ սուրբ է եւ աստվածային է եկեղեցու ներսում գործող Սուրբ Հոգին, որով կատարվում են եկեղեցական խորհուրդներն եւ որով հաստատվում են առասարակ բոլոր եկեղեցական կարգերը։ Բնականաբար եկեղեցին նաև աստվածային կառույց լինելուց հետո նաև մարդկային կառույց է եւ այո, մարդկային կառույց լինելով յուրաքանչյուր եկեղեցականին անհատապես եւ երբեմն նաև նվիրապետությանը ընդհանրապես կարող են եւ մշտապես բնորոշ են եղել ոչ միայն սրբության, հավատարմության, աստվածային պատվիրաններին նվիրվածության դրսևորումներ, այլև շատ ցավալի, շատ եղկելի, շատ ողբալի, ուրեմն մեղսականության դրսևորումներ, բայց եւ սա եւս ես պետք է ասեմ, թեպետ եւ դա այդքան էլ չի առնչվում մեր բուննյութին, անգամ ամենամեղսական, ամենաանարժան, ամենանհավատ հոգևորականը, եթե ունի առաքելական հաջորդականությամբ նրան շնորհված քահանայական կամ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում, ապա անգամ ամենաանարժան եւ անհավատ քահանայի ձեռքով կատարված սրբազան խորհուրդները նույնչափ սրբազան են, որքան այն խորհուրդները, որոնք կատարվում են ամենասուրբ մարդկանց կողմից։ Դա անպայման պետք է հիշենք, բայց եկեղեցին ինչպես է դա սահմանվում։ Դա Մոնիկա, քահանան միշտ այսպես մասնատում է, չէ՞, ինչու պիտի մենք տեսեք, մենք շատ կշեղվենք, մենք հիմա շատ կշեղվենք, ուղղակի անհնար կլինի հիմա սա ասել, եթե երկու բառով հոգևորականը, եկեղեցականը ընդամենը աստվածային շնորհի տվչության միջնորդ է։ Իրականում եկեղեցին, ինչպես հաճախ մեղադրվում է աղանդավորների կողմից, միջնորդներ չի կանգնեցնում մարդ եւ Աստված հարաբերություններում, յուրաքանչյուր քրիստոնյա առաստված է աղոթում առանց քահանա կամ եպիսկոպոս միջնորդ ունենալու, սակայն եկեղեցում աստվածային շնորհի բաշխման պատշաճ, ճիշտ, կատարյալ, անխափան կարգ հաստատելու համար հաստատված է նոր կտակարանյան քահանայությունը եւ քահանան ընդամենը սուրբ խորհուրդների միջոցով բաշխում է այն շնորհը, որին Աստված կանչում է մարդուն եւ մարդ եթե պատասխանում է իր հոգու խորքում աստվածային կանչին դեպի սրբություն եւ դեպի աստվածությունն ու մշտնջենավորականություն, ապա պարզապես քահանան դա շնորհի ստացման ընթորում միայն որոշ սրբազան խորհուրդների տեսքով շնորհի ստացման միջնորդ է։ Եվ այդ միջնորդը նույնպես մարդ է, այդ միջնորդը նույնպես իր անհատական արարած եւ արարիչ կարգավիճակով հարաբերություն ունի Աստուծո հետ եւ բնականաբար միայն մեկ բան կարող ենք շատ ակնհայտորեն հաստատել, որ քրիստոնեական բարոյական աստվածաբանության համաձայն միևնույն մեղքի համար հոգևորականը դատվելու է անհամեմատ ավելի խիստ կերպով, քան աշխարհականը, որովհետև հոգևորականի, հատկապես հրապարակային մեղսականությունը, իհարկե շատերի համար կարող է շատ լուրջ գայթակղության եւ եկեղեցուց հեռանալու պատճառ դառնալ։ Հետևաբար, այո, քահանաներին ընդհանրապես հոգևորականությունից պահանջվածը Աստուծո դատաստանին անհամեմատ ավելի շատ, ավելի խիստ, ավելի բծախնդիր է, քան սովորական մարդկանց պարագայում, բայց եկեք իսկապես, քանի որ անսահման ժամանակ չունենք, գան մեր բուննյութին։ Խոսքը այսինքն այս ամենը ինչ տեղի է ունենում անցած տարվա երևի թե ամառվանից ուրեմն ներկայացվում է որպես եկեղեցու ինքնամաքրման կամ մաքրագործման գործընթաց։
Ուրեմն նորոգման, նորոգման, լավ, բարեկարգման, բարենորոգման, մաքրագործման համարենք, որ դրանք Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետևորդների պատկերացումներում նույնական են։ Ուրեմն եկեղեցին չի մաքրագործվում, չի բարենորոգվում, ինչպես ես ասացի, քաղաքական գործեկազմով։ Եկեղեցին բարենորոգվում է ներսից, այն կարող է բարենորոգվել նախ եւ առաջ եկեղեցականների նախաձեռնությամբ, իհարկե աշխարհիկ հավատացյալները պետք է այդպես ասած պատվիրակեն իրենց նվիրապետությանը ապաշխարելու, մաքրվելու, ավելի արժանավոր դառնալու, Քրիստոսին առավել համապատասխանելու ուրեմն պատգամը, բայց դա լինում է շատ երկարատև եւ ապաշխարության գործընթաց։ Այսինքն այն մարդիկ, որոնք պետք է առաջադրեն ապաշխարության եւ մաքրման անհրաժեշտությունը, նախ պետք է սեփական օրինակով դա ցուցադրեն, պետք է մի կողմ դնեն իրենց պաշտոնները, ոչ միայն եկեղեցական, այլև քաղաքական, պետք է քաշվեն վանքեր, պետք է երկարատև, երբեմն տարիներ տևող ապաշխարությամբ, պահեցողությամբ, բարեգործություններով խորագույն խոնարհությամբ ցույց տան, որ նրանք վերարժևորել են իրենց կյանքը, գնահատել են, խստիվ են գնահատել իրենց մեղսականությունը եւ այլն։ Ուրեմն եկեղեցիները ինքնամաքրվում են աստվածային այդ թվում միջամտությամբ բավական երկար տևական շրջաներ։ Ինքնամաքրվելու համար մենք պետք է կրկին ունենանք իրական վանքեր, որտեղ լինի իրական վանական կյանք։ Բնակչությունը, մեր հասարակությունը պիտի գիտակցի, որ հոգևոր բաղադրիչի բացակայությունը արժեզրկում է մարդու կյանքը եւ մարդուն հավասարեցնում է կենթանական այլ տեսակներին, որոնց ուտելուց եւ բազմանալուց բացի որևէ այլ առաքելություն պարզապես տրված չէ։ Եվ այլն։ Դա չկա, պարոն Քանանյան։ Ինչպես։ Իսկ ինչու դա չկա։ Դա չկա մեկ պարզ պատճառով, հատկապես այս պարագայում, մի պարզ պատճառով, որ մենք ընդհանրապես գործ չունենք եկեղեցու բարեկարգման, բարենորոգման օրակարգի հետ, մենք ունենք կատարելապես այլ Նիկոլ Փաշինյանին պարտադրված, բայց միաժամանակ Նիկոլ Փաշինյանի համար խիստ սիրելի օրակարգ, Հայաստանի այս առաքելական եկեղեցին իրենց բառով ասած կազմաքանդելու, աղանդավորացնելու, տրոհելու, վերածելու պետությանը եւ ՔՊ-ին, հետևաբար Թուրքիային եւ Ադրբեջանին ըստ ամենայնի հպատակ անդեմ մի կառույց, որը պիտի սպասարկի խաղաղության, այսինքն ցեղասպանության եւ Հայաստանի Հանրապետության լուծարման եւ հայության վերջնական հայրենազրկման օրակարգերը։ Սա այն է, ինչ է իրականում։ Ամեն դեպքում կրկին մի կողմ դնելով իշխող վերնախավի գործողությունները, իրենց մտքերը եւ այդ ուղղությամբ իրենց շարժառիթները, իսկապես մեր եկեղեցին ունի բարեկարգման, նորոգման կարիք, եթե փորձենք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը։ Նախ եկեք ասենք, որ 20-րդ եւ 21-րդ դարը բավականին ցավալի էր համաշխարհային քրիստոնեության համար, որովհետև եկեղեցին ուժգնապես բախվել է արդիականության գործոնին եւ մենք տեսնում ենք եկեղեցական կյանքում շատ լուրջ նահանջ բոլոր տեղերում։ Ես անգամ չեմ կամենում անդրադառնալ բողոքական հարանվանություններին, առհասարակ եկեղեցի ասելով, ես նկատի ունեմ ավանդական առաքելական հաջորդականությամբ ճշմարիտ քահանայություն պահպանած իրոք առաքելադիր եկեղեցիները, կաթոլիկ եկեղեցի, օրթոդոքս եկեղեցիները, հայ առաքելական եկեղեցին եւ մեծ դավանակից այլ ոչ քաղկեդոնական եկեղեցիներ, Ասորի, Ղպտի, Եթովպիայի եւ այլն։ Այո, իմ թվարկած բոլոր եկեղեցիները 20-րդ դարում եւ 21-րդ դարում հատկապես բախվել են շատ լուրջ խնդիրների, ինչ-ինչ առումներով, օրինակ, չգիտեմ, կաթոլիկ եկեղեցու ունեցած ներքին խնդիրները
իրականում եւ աստվածաբանական մակարդակի վրա անչափ ավելի սոսկալի վիճակում են, քան մեզ մոտ։ Հայ եկեղեցին հատկապես տկարացել է ցեղասպանությունից հետո, որովհետեւ մեր պատմական հայրենիքի մեծ մասը գրավել ոչ թե գրավել, այլ հայաթափվել է եւ դադարել է հայաբնակ լինել։ Այդ իսկ պատճառով մեծապես նվազել են ուրեմն մեր հոգևորականների թիվը, Արևմտյան Հայաստանի բոլոր պատմական վանքերը, որտեղ միշտ եւ շատ բարձր մակարդակի վրա էր ընթանում հոգևոր վանական կյանքը, մեր բոլոր սրբավայրերը ուրեմն այնտեղ գետնին հավասարվեցին, համարյա մի քանի տարի անց ցեղասպանությունից հետո 5-6 տարի անց Արևելյան Հայաստանի այս փոքր հողակտորում եւս հաստատվեց խորհրդային իշխանությունը, որը նույնպես թուրքերից ոչ պակաս դաժանությամբ արմատախիլ է արել համարյա ամեն բան։ Եվ այս երկու հարվածը ցեղասպանությունն ու խորհրդային 70-ամյա իշխանությունը եւ բերած եկեղեցական կյանքում ավերներ հաղթահարելը չափազանց դժվար է, ծայրահեղ դժվար է։ Իհարկե հատկապես ներկայիս ամենայն հայոց կաթողիկոսը կարող էր հոգևոր վերացնունդի դաշտում շատ ավելի արդյունավետ գործել, թե ինչու չի գործել, ես կրկին հատկապես այսօր, երբ այդ մարդը սատանայական հարձակումների թիրախում է, ես չեմ կամենում դրան անդրադառնալ, այսօր բոլորը պետք է իդեմս իրեն պաշտպանեն մեծ հայքի ժամանակաշրջանի ժամանակներից ի վեր անխափաղ եւ մշտապես գործած մեր ամենահին եւ գլխավոր ազգային հաստատությունը, անգամ եթե մարդը խորապես քրիստոնեական հավատին չի հարում, միևնույն է հայոց եկեղեցին կարևորագույն ազգային պետական արժեք է նաև բացի հոգևոր արժեք լինելուց։ Եվ հայ մի հարց տամ շարունակեք, այ դուք հարցակում անվանեցիք, ես կուզեմ մի փոքր այլ դրամաբանությամբ հարցին նայենք, միշտ ասում են, հատկապես վերջին ժամանակներում, երբ եկեղեցի պետություն այս հարաբերությունները կան նման կոնտեքստում, ասում են, որ սա կամ հակամարտություն է, կամ էլ տենց հաղորդակցության ճգնաժամ գուցե, ոնց եք դուք տեսնում դա, երբ ու ինչպես է առաջացել դա։ Նախ եկեք այնուամենայնիվ ավարտենք նախորդ հարցը, որովհետև կարևոր հարց էր Մոնիկա, այս չեմ ուզում ձեր հարցը անպատասխան թողնել։ Ուրեմն հայոց եկեղեցում եւս կային եւ կան շատ լուրջ ներքին խնդիրներ, որոնք հրատապ եւ արմատական եւ համակարգային լուծման անհրաժեշտություն ունեն։ Մենք նկատել ենք եւ ես արձանագրել եմ, որ ցավոք սրտի խորհրդային միությանը հաջորդած ժամանակահատվածում անհրաժեշտ չափով հատկապես հոգևոր եկեղեցական վանական կյանքի վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվել, նաև հենց այսպես կոչված տիրադավների նիդեմս մենք տեսնում ենք, որ նաև կադրային քաղաքականությունն էլ մեծապես անհամապատասխան է եղել եկեղեցու կարիքներին, բայց այնտեղ, որտեղ տկարանում է մարդը, մարդկային տկարությունը լրացնում եւ առավել եւ բարեփոխում է Աստված։ Եվ իրականում ի վերջո, ես հիմա թերևս ոչ շատ տարածված միտք կարտահայտեմ, այս հարցակումը կամ ձեր ասած այս հակամարտությունը կամ հարաբերությունների մեջ եղած ճգնաժամը, թեև ես համաձայն չեմ հատկապես վերջին ձևակերպման հետ, ես ձեզ ամենայն լրջությամբ վստահեցնում եմ, որ այս ամենի ավարտին, որչափել ծանր հարվածներ կրի եկեղեցին, մենք կարող ենք ականատես դառնալ նաև եկեղեցու տրոհմանը, հուսամ ժամանակավոր, բայց ի վերջո միակ եւ առավելագույնս շահող կողմը այս ամեն ինչում լինելու է Հայաստանից եկեղեցին, որտեվ եթե մարդը չի կարողանում եւ չի կամենում անձամբ նկատի ունեմ ողջ նվիրապետության հավաքական կամքը ապաշխարության եւ բարենորոգվելու ճանապարհով ավելի արժանի լինել աստվածային ծառայությանը, ապա Աստված ստեղծում է մի այնպիսի իրավիճակ, երբ եկեղեցին ժամանակավոր հալածանքների միջով անցնելիս ինքնամաքրվում է եւ դառնում է ավելի ուժեղ։ Այս տեսանկյունից
ի վերջո ես կրկնում եմ միակ ըստամենայնի շահած կողմը լինելու է Հայաստանի այս եկեղեցին, որն անցնելով եւ հաղթահարելով այս թուրքական օտար եւ աղանդավորական ճնշման եւ բռնազավթման օրակարգերը ավելի մաքրված, ավելի ոգեղենացած եւ մեծապես իր հոգեվոր եկեղեցական եւ աստվածային պատկերը վերագտած ձևով է այս ամեն ինչի դուրս գալու։ Այ, պարոն Քանանյան, իշխանությունը ասում է, որ իրենք ոչ թե պայքարում են եկեղեցու դեմ, այլ պայքարում են հոգևոր առաջնորդի դեմ, ով չի համապատասխանում իր կարգավիճակին։ Դուք ոնց եք տեսնում եւ առհասարակ առաջնորդի փոփոխությունը կարող է եկեղեցու բովանդակությունը փոխել։ Ոչ չի կարող եւ մենք հենց դրանից ենք սկսել եկեղեցու բարեկարգումը տևական եւ ընդգծում եմ հատկապես նախաձեռնողների կողմից խորագույն եւ համեստագույն ապաշխարության ճանապարհ է։ Եթե դուք ուզում եք բարեփոխել Հայաստանի այս եկեղեցին, դիմեք վանական կյանքի, դիմեք ապաշխարության, խոստովանեք եւ ինքնահռչակվեք որպես ամենամեծ մեղավորներ, այստեղ Նիկոլ Փաշինյանի ազգի եւ Աստուծո արդեն դեմ գործած մեղքերն այնպիսին են, որ հազարավոր տարիների ապաշխարություն չի հերիքի, հետեւաբար այս իմաստով ինքն անհույս է, ինչպես եւ Հուդան, բայց դա է, այսինքն երկար տարիներ հասարակությունը պիտի պահանջ ունենա, պիտի հոգևորականները ապաշխարեն, պիտի վանքեր ձևավորվեն, պիտի հոգևոր կյանքը վերականգնվի։ Իսկ հասարակությունը պահանջ ունի, Իսկ կաթողիկոսի փոփոխությունը լինում է վերջին արարը։ Ի վերջո եկեղեցական նաև համաշխարհային պատմության մեջ եկեք ընդամենը մեկ օրինակ բերեմ, ուրեմն 10-րդ եւ 11-րդ դարի սկզբներին, բայց հատկապես 10-րդ դարում, այսինքն ներեցեք 10-րդ դարում, այո, 10-րդ դարում Հռոմի եկեղեցին հայտնվել է երևի թե իր ողջ պատմության մեջ ամենասոսկալի հոգևոր եւ բարոյական անկման մեջ։ Նման ծայրահեղ անկում Հռոմի աթոռը երբևէ իր պատմության մեջ չի տեսել։ Սա միակ անկման շրջանը չէր, բայց 10-րդ դարը ամենասոսկալի եւ ուղղակի աննկարագրելի անկման մի դար էր արևմտյան եկեղեցու համար։ Եվ գիտեք ինչպես եղավ մեծագույն եւ խիստ ազդեցիկ բարեփոխում եւ մաքրագործում եկեղեցու, հզորացավ վանական կյանքը եւ վանքերը իրենց որպես հոգեվոր կենտրոններ, որպես գիտության կենտրոններ, որպես նաեւ հանրային քրիստոնեական եւ պետական օրակարգերը ձևակերպող կենտրոններ դարձել են այնքան զորեղ, որ ի վերջո մի քանի տասնամյակների ընթացքում, բայց ոչ 1-2 օրում, ուրեմն Հռոմի աթոռին կատարելապես խայտարակ եւ անպատշաճ մարդկանցից հետո մեկը մյուսի հետևից սկսեցին նստել սրբակյաց եւ չափազանց կամային մարդիկ, որոնք եկեղեցու հեղինակությունն ու ազդեցությունը հանրային կյանքի վրա բարձրացրին աներևակայելի գագաթնակետին, Գրիգոր 7-րդ եւ մյուսները։ Հետևաբար կաթողիկոս փոփոխելը դա, այսպես ասած, այս ամբողջ ինքնամաքրման գործընթացի վերջին եզրափակիչ արարն է։ Ընդհանրում կաթողիկոսը չի փոխվում ուժով, կաթողիկոսը չի փոխվում անօրենությամբ, կաթողիկոսը չի փոխվում հակականոնական ապստամբություններով։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ անգամ խոցելի եւ անպատշաճ նվիրապետությունը ստիպված է լինում իր միջից կամ վանականների միջից ընտրել արժանավորին եւ ենթարկվել իրեն։ Կաթողիկոս փոփոխելը ամենավերջին արարն է։ Ում է խանգարում Գարեգին II-ը ապրելու հոգևոր կյանքով։ Եկեղեցիները բաց են, ամեն ոք ունի աղոթելու հնարավորություն, ամեն ոք ունի սուրբ խորհուրդները ստանալու հնարավորություն,
ամեն ոք հատկապես այսօր մեր հաղորդակցության դարում կարող է ամենատարբեր եւ շատ որակյալ աստվածային հարցերի շուրջ, աստվածաբանական, հովվական հարցերի շուրջ ուրեմն քարոզներ, նյութեր կարդալ, լսել եւ այլն, այսօր վիճակը անչափ ավելի լավ է։ Բայց կրկնում եմ, իրականում մենք ոչ թե սխալ տեղից, մենք իրենց հռչակագրումներից սկսեցինք մեր զրույցը, իրականում սա քաղաքական գործընթաց է, սա դրսից պատվիրված գործընթաց է, բայց ես պնդում եմ, որ նաև Նիկոլ Փաշինյանի սրտին շատ հարազատ գործընթաց է, որովհետև սա առանձին Հայաստանի եկեղեցին հիմնադրելու, այն աստվածաբանորեն, ծիսականորեն եւ կանոնադրորեն բովանդակախեղելու, աղանդավորացնելու շատ հստակ գործընթաց է։ Այստեղ կյանքի խոսք աղանդի ազդեցությունը անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա եւ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ճակերտավոր բարենորոգումների եւ կանոնագրքի վրա չափազանց ակնհայտ են։ Նիկոլ Փաշինյանի թուրքական եւ աղանդավորական օրակարգին սպասարկող եւ Միքայել Սրբազանից տիրադավ անվանում ստացած Պարսավելի եպիսկոպոս arczepiskopos-ներից շատերը իրենց հանրային ելույթներում արդեն ակնարկում են կուսակրոնության կարգի վերափոխման անհրաժեշտության մասին։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կանոնագիրքը անպայման պետք է աշխարհաբար լինի։ Ուրեմն նրանք առհասարակ պատկերացում չունեն, թե եկեղեցու կանոնական ժողովածուները ինչպես են ձևավորվում, որքանով շատ նրանք նաև աստվածաբանական են եւ այլն, եւ ես մի քանի կարճ ցուցիչ ասեմ։ Ես գիտեմ, որ նաև շատերին այդ ցուցիչները դուր չեն գալու, բայց իմ շատ երկարամյա մասնագիտական եւ անձնական հոգեվոր կյանքի փորձը շատ հստակ է այդ իմաստով։ Եթե ձեզ ասում են, որ եկեղեցական արարողությունները պետք է թարգմանվեն հասկանալի լեզվի, եթե ձեզ ասում են, որ միջնադարյան կուսակրոնությունը սուրբ գրային չէ եւ ժամանակն է նրանից հրաժարվելու, կամ բարձրաստիճան հոգեվորականության համար ոչ պարտադիր դարձնելու, եթե ձեզ ասում են, որ աշխարհիկները պետք է ավելի լայն եւ տեղ-տեղ որոշիչ դերակատարում ունենան եկեղեցական կյանքում, եթե ձեզ ասում են, որ պետությունը պետք է ունենա լիակատար վերահսկողության մեխանիզմներ եկեղեցական որոշումների եւ եկեղեցական ներքին կյանքի վրա, այդպես մի քանի ցուցիչ, մի անգամից եզրակացեք եւ իմացեք, որ դուք գործ ունեք եկեղեցին աղանդավորականացնելու, բողոքականացնելու, ներքուստ խորտակելու, ուրեմն բացահայտ սատանայական ոտնձգության հետ։ Եվ կրկին ցավոք հիմա ժամանակ չունենք քննարկելու, թե ինչն է կուսակրոնությունը, ինչու այն պետք է մնա եւ այլն, ինչու չի կարելի եկեղեցական արարողությունները թարգմանել աշխարհաբար կամ այլ լեզուներ, ինչու աշխարհիկները առհասարակ պիտի լռեն եւ որևէ մասնակցություն չունենան նվիրապետական որոշումներին։ Ես անձամբ մեծագույն խայտարակություն եմ համարում Գերագույն հոգևոր խորհրդում աշխարհիկ անդամների ներկայությունը։ Դա մեր եկեղեցու պատմության նախորդ շրջանից ժառանգված տխուր ժառանգությունն է, որից հույս ունեմ եկեղեցին մի օր կձերբազատվի։ Եվ իհարկե, եթե մենք իրական բարեկարգման մասին խոսենք, եկեք մի երկու կարճ բան ասեմ։ Այո, շատ բան պետք է փոխվի, եպիսկոպոսները պետք է քաշվեն վանքերը, կուսակրոն քահանայությունը պետք է քաշվի վանքերը, եկեղեցին եւ թեմերը կարելի է կառավարել վանքից, այլ ոչ թե ճոխ առաջնորդարաններից, եւ այլն, այսինքն բազմաթիվ բաներ կան, որ պետք է փոփոխվեն։ Աշխարհիկների մասնակցությունը կաթողիկոսի ընտրությանը պիտի բացառվի առհասարակ, այդ թվում եւ սփյուռքյան եւ ամերիկյան թեմերում։ Հիմա ես արդեն պատկերացնում եմ, թե դժգոհությունների ինչ սոսկալի ալիք է բարձրանում, թե հանկարծ մեզ Միացյալ Նահանգներից կամ Կանադայի թեմերից մեկն է լսում, բայց այո, նման բաներ պետք է արվեն, նման բաներ հույս ունեմ արվելու են, որովհետեւ հայոց պետականությունը նոյեմբերի 9-ից հետո վերապրելու համարյա ոչ մի
հույս չունի պատմության այս փուլում, բայց ի տարբերություն խորտակելի եւ վերականգնելի պետականությունների եկեղեցին ավելի անչափ ավելի կենսունակ կառույց է եւ իհարկե եկեղեցին պետք է կրկին դառնա նախ եւ առաջ Աստուծո տուն, Աստուծո խոսք քարոզող, Աստվածային շնորհ բաշխող հաստատություն եւ ապա նոր ազգապահպան հաստատություն, որովհետեւ այլապես ինչը նաեւ մեծ խնդիր է այսօր շատերի համար, այդ թվում եւ շատ բարձրաստիճան եկեղեցականների ներքին ընկալումներուն եկեղեցին ավելի շուտ ես մի քիչ կոպիտ արտահայտվեմ ազգագրական ծառայությունների մատակարարման ավանդական մի կառույց է, քան Քրիստոսի հիմնադրած եկեղեցին, որը պիտի Աստվածային շնորհի եւ փրկության պատգամը տանի իր հոգեվոր զավակներին։ Ես շնորհակալ եմ ձեզ բովանդակային զրույցի համար, պարոն Խանանյան, մեզ լսողներին ու դիտողներին էլ եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ թարմ ուղեղով զրույցն էիք լսում կամ դիտում գործարարիքի եթերում, մենք միացել էինք Սյունիք զրուցելու Ալեքսանդր Խանանյանի հետ։ Այսքանը վաղը կրկին կհանդիպենք, ձեզ շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Շնորհակալություն Մոնիկ։